Today, at my direction, Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում եւ Ուսամա բին Լադենի մարմինը ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ է։ After a firefight, they killed Osama bin Laden and took custody of his body. Բին Լադենի մահը Ալ-Ղաիդային պարտություն մատնելու ճանապարհին մինչ այժմ մեր ունեցած խոշորագույն ձեռքբերումն է, ամերիկյան հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Օբաման։ The death of bin Laden marks the most significant achievement to date in our nation's effort to defeat Al-Qaeda. Կասկած չկա, որ Ալ-Ղաիդան կշարունակի հարձակումներ իրականացնել մեր դեմ։ Մենք պետք է զգոն լինենք երկրի ներսում եւ մեր սահմաններից դուրս, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Remain vigilant at home and abroad. Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգների դեմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված խոշորագույն ահաբեկչության հեղինակ Ուսամա բին Լադենի դեմ մայիսի 1-ին իրականացված օպերացիայի արդյունքում ամերիկյան հատուկ ջոկատայինները կորուստներ չեն կրել։ No Americans were harmed. Last week, I determined that we had enough intelligence to take action. Մեկ շաբաթ առաջ մենք հետախուզական տվյալներ ստացանք Պակիստանում Բին Լադենի գտնվելու վայրի վերաբերյալ։ Ես համարեցի, որ բավական տեղեկատվություն կա օպերացիա իրականացնելու համար, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ Այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս, որ ամերիկացիներն ունակ են լուծել իրենց առջև դրած ցանկացած առաջադրանք, արդարադատությունը իրականացված է, եզրափակել է Միացյալ Նահանգների նախագահը։ Justice has been done. Վաշինգտոնում Սպիտակ տան առջև, ինչպես նաև Նյու Յորքում այս պահին հազարավոր մարդիկ են հավաքվում։ Նրանցից շատերը ամերիկյան դրոշներ են կրում եւ չնայած ուշ գիշերային ժամին ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում։ Սևան քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց Հայոց համազգային շարժում կուսակցության հրազդանի կառույցի ղեկավար 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ 6 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Բարեղամյանին դիմավորեցին քաղաքական համախոհներն ու հարազատները։ Մեր պայքարի շարունակության Արամ Բարեղամյանին առաջադրվել էր մեղադրանք նախ 3 հոդվածով, սակայն նա արդարացվել էր օրենքով սահմանված կարգի խախտման հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մասով, եւ մեղավոր էր ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ անձի առողջությանը վնաս պատճառելու մեջ։ Արամ Բարեղամյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական հաշվեհարդար։ Ինձ աչքեր վերդեն ապուրինի ոչ լիգիտիմ իշխանությունները իմ քաղաքական հայացքների համար։ Արամ Բարեղամյանը հայտարարեց, թե այնքան է պայքարելու մինչև ուղղվի իր վերաբերյալ կայացված դատական սխալը։ Բայց որ ես արդարանում եմ, դրանք տարբեր կասկած չունեմ։ Միանշանակ ես կարծում եմ, որ օրենքը պետք է հաղթի այստեղ, ովքեր մեղավոր են եղել, իմ արծով, իմ եկեղեցի արծով պետք է պատժվի։ Դա հիմնականում խոսքը դրում է այն ոստիկանների մասին, ովքեր կեղծ ուսմունքներ են տալիս։ Առանց մի որևէ ապացույցի։ Դատավորը դատախազը ծծաղալով 6 տարի տվեց։ Նույնը մեր ընկերների համար։ Հարազատներն այսօր հիշում էին դատավարությունը եւ այն, որ Արամ Բարեղամյանը տուժող ճանաչվելու փոխարեն դատապարտվեց 6 տարվա ազատազրկման 1 ոստիկանի ցուցմունքով։ Արամ Բարեղամյանը ձերբակալվել էր հիվանդանոցում։ Ազատության հրապարակում մարտի 1-ին ոստիկանների գրոհի հետևանքով 7 կար էին դրել գլխին։ Նա ի դեպ նախ ողջունեց իր քաղաքական համախոհներին եւ վերջում մոտեցավ ընտանիքին։ Կինը գնահատեց. Արամ Բարեղամյանին դիմավորողները Սևանից ուղևորվեցին Վանատուր, որտեղ դեռ փակցված է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ազատազրկված Սասուն Միքայելյանի նկարը։ Մեր Սասունին էլի, մեր Սասունի։ Դες Սևանից առավել եմ տունենք, ավելի լավն եմ տունենք։ Սպասում ենք շատ մեծ թրթրով սպասում ենք Սասունի գալու։
Ընդդիմադիր Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանում լինելու են արտահերթ ընտրություններ։ Հիշեցնեմ, նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման որևէ նախադրյալ չի տեսնում, մանավանդ, որ այսօր արդեն ընդդիմության ծայրահեղական տրամադրություններն անցնում են երկրորդ պլան։ Վստահ եմ, որ այս երկրում լինելու են արտահերթ ընտրություններ։ Հերթական ընտրությունների ժողովուրդը չի հավատում, որովհետև ինքը տեսել է ինչ է նշանակում հերթական ընտրությունները։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը վստահ է, մինչև հաջորդ հանրահավաքի օրը, մինչև մայիսի 31-ը, ընդդիմության ազատազրկված ներկայացուցիչները ազատության մեջ են լինելու։ Ակնարկը, որ արեց գործող նախագահը, արեց հեռուստատեսությամբ եւ բացեի բաց։ Եվ արդեն առաջարկներ են հնչում, ինչպես այո, եւ արդեն առաջարկներ են հնչում, եւ ես կարծում եմ եւ համարում եմ, որ դա արդեն կատարված կար։ Արամ Սարգսյանը մեծ հետ զրույցում հերքեց տեսակետը, թե Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը ինչ-ինչ շփումների մեջ են։ Կա մարդկանց մի խումբ, որը մտածում է, որ եթե հանրահավաքի իր ելույթից հետո ընդդիմությունը ժողովրդին չի ուղարկում ռազմաճակատ, ուրեմն ինչ-որ բան կա իշխանությունների հետ կապված։ Իհարկե կար դրված պահանջներ, եւ այդ պահանջները իշխանությունը կատարում է։ Իշխանությունը ինչպես ուզում է, թող մեկնաբանի այդ պահանջների կատարումը։ Կարևորը նա է, որ մենք դրել ենք խնդիրներ եւ այդ խնդիրները իշխանությունը կատարում է։ Արամ Սարգսյանն ընդունում է, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքից հետո եղան դժգոհողներ, ովքեր ավելի կոշտ քայլեր, գործողություններ էին պահանջում։ Ընդդիմադիր գործիչն ասում է, անկախ նրանից իրենց պահանջների կատարումից շեղում կլինի թե ոչ, հաջորդ հանրահավաքում ընդդիմությունը ներկայացնելու է իր մարտավարությունը, քայլերի հաջորդականությունը։ Աստղաբաշխական փոխհատուցման պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների։ Մտահոգության տեղիք է տալիս նաև թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը, նշում են կազմակերպության փորձագետները, հավելելով թերթերը լրացնելու նպատակով դատական հայցերի օգտագործման պրակտիկային հարկ է վերջ տալ, թեև զրպարտության ու վիրավորանքի համար քրեական պատիժը Հայաստանում վերացվեց 2010-ի ապրիլին, ինչը ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ մեջբերում են պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են։ Կազմակերպության զեկույցում արձանագրված է, որ 2011-ի առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց եւ դրանց գլխավոր թիրախը անկախ պարբերականներն են։ Հայց, որի դերում հաճախ է հանդես գալիս հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը։ Ինքը Քոչարյանը նույնպես վերջերս դիմեց դատարան, հրապարակ օրաթերթին մեղադրելով զրպարտության եւ վիրավորանքի մեջ։ Կարելի է ենթադրել, որ ներկայացվող հայցերի իրական նպատակը պարբերականի սնանկացումն է, նշում են լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ներկայացուցիչները, դիմելով հայաստանյան դատարաններին։ Նման հայցադիմումների քննության ընթացքում դատավորները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին։ Մայիսի 1-ին, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, Թուրքիայում եւս նշվեց որպես աշխատավորների համերաշխության օր։ Ստամբուլում այս տարի միջոցառումն անցավ առանց միջադեպերի։ 1977 թվականի մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանների հետ բախման ժամանակ սպանվել էր 34 եւ վիրավորվել 136 մարդ։ Դրանից հետո մայիսի 1-ին 30 տարի շարունակ հրապարակը փակ է եղել եւ աշխատավորների օրը Թաքսիմում նշելը արգելված։ 2010 թվականին առաջին անգամ արմինություններին թույլատրել են միջոցառումն անցկացնել Թաքսիմում։ Այս տարի նրանք արդեն երկրորդ թույլտվությունն էին ստացել, թեև ոստիկանները դարձյալ ուժեղացված հսկողություն էին սահմանել ողջ Ստամբուլում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ այսօր մոտ 200,000 մարդ է մասնակցել տոնախմբությանը։ Դրոշներ, 1977 թվականի ողբերգական իրադարձությունները պատկերող պաստառներ եւ ցուցանակներ կային։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես սոցիալիստական եւ քրդական կուսակցությունները։ Եղավ իշխանությանն ուղղված քննադատություն, հնչեցին Թուրքիայի աշխատավորների վիճակը բարելավելու, նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու պահանջներ։ Եթե նախկինում մայիսի 1-ին բոլոր ելույթներն ու երգերը հնչել են բացառապես թուրքերեն, ապա այսօր առաջին անգամ դրանք նաև քրդերեն էին։ Միջոցառումն ավարտվեց երթով։